Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլքերսոն, օր նոյեմբերի 6։ Քրիստոսի մարմինը։ Պողոս առաքյալը մեզ հրահանգում է. «Արդ դուք Քրիստոսի մարմինն եք և մեկ առ մեկ նրա անդամները» Առաջին Կորինթացիս 12:27 խոսք։ Ավելի կոնկրետ նա ասում է. ինչպես էլ մարմինը մեկ է և անդամներ շատ ունի, և մեկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով մարմինը մեկ է, այսպես էլ Քրիստոսը։ Խոսք 12։ Այսպիսով Պողոսը մեզ ասում է. նայեք ձեր մարմնին, դուք ունեք ձեռքեր, ոտքեր, աչքեր, ականջներ, դուք պարզապես մեկուսացված ուղեղ չեք անջատված մարմնի մնացած մասից, այսպես է նաև Քրիստոսի հետ, նա մարմին ունի, իսկ մենք նրա անդամներն ենք։ Այնուհետև առաքյալը նշում է, որ այնպես էլ շատերս մեկ մարմին ենք Քրիստոսումը, բայց ամեն մեկը միմյանց անդամ ենք։ Հռովմայացիս 12:5 խոսք։ Այլ կերպ ասած, մենք միավորված ենք ոչ միայն Տեր Հիսուսի, այլև միմյանց հետ։ Ճշմարտությունն այն է, որ մենք չենք կարող միավորված լինել նրա հետ, առանց միավորված լինելու նաև մեր եղբայրների և քույրերի հետ Քրիստոսում։ Պողոսը մատնանշում է այս կետը, երբ ասում է. այն հացը, որ կտրում եք, չէ՞ որ հաղորդություն է Քրիստոսի մարմնին, որովհետև մեկ հաց, մեկ մարմին ենք մենք շատերս, վասնզի ամենքս այն մեկ հացիցն ենք վայելում։ Առաջին Կորինթացիս 10:16-17 խոսքեր։ Պարզ ասած, մենք բոլորս սնվում ենք նույն կերակուրով, Քրիստոսով, երկնքից իջած հացով։ Աստծո հացը նա է, որ երկնքիցն է իջնում և որ աշխարհքին կյանք է տալիս։ Հովհաննես 6:33 խոսք։ Տեր Հիսուսը հռչակեց. ես եմ կյանքի հացը, ես եմ կենդանի հացը, որ երկնքիցն է իջել, իմ մարմինն ուտողը մնում է ինձանում և ես նրանում։ Հովհաննես 6:35, 51 և 57 խոսքեր։ Հացի պատկերը կարևոր է այստեղ. եթե գաք ինձ մոտ, կհագեցվեք և կկապվեք ինձ հետ, հետևաբար դուք ուժ կստանաք կյանքի աղբյուրից, որն ինձանում է։ Նրա մարմնի յուրաքանչյուր անդամ ուժ է ստանում մեկ աղբյուրից, Քրիստոսից, որը նրա գլուխն է։ Ամեն ինչ, ինչ մեզ անհրաժեշտ է հաղթական կյանքով ապրելու համար, հոսում է մեզ մոտ միայն նրանից։